Սա Հրազդան գետն է։ Հրազդան գետը Երևան քաղաքը բաժանում է երկու մասի՝ Աջափնյա եւ Ձախափնյա։ Ինչ անել, որպեսզի քաղաքի Աջափնյա եւ Ձախափնյա հատվածներում տրանսպորտի բեռնվածությունը հավասարվի, երթևեկությունը կարգավորվի, օդը մաքրվի, խցանումներն էլ պակասեն։ Հանրային խորհրդում նիստ են հրավիրել ճարտարապետ, քաղաքաշինարար ու ինժեներ քննարկում են երթևեկության օպտիմալացման խնդիրը։ Առաջարկում են գոնե մեկ կայարանը Աջափնյակում, Հալաբյան, Աբելյան խաչմերուկում իրականացնել։ Սեփական ուսումնասիրությունները քարտեզի վրա պարզաբանում, թղթի վրա նորից գծում, ջնջում, համոզում են։ Մի քանի խնդիր միանգամից կլուծվի, երթուղայինների ուղևոր փախցնելու խնդիրն էլ չի լինի։ Օպերայի հրապարակի խանգարից մարշրուտները, որ Բաղրամյանով բարձրանում են, քանի ավտոբուս է գնում Աջափնյա, քանիսը բարձրանում է Կոմիտաս։ Մեքենա հոսքի 60%-ը գնում է Աջափնյա։ Մասնագետները համոզված են կայարանի կառուցման դեպքում Բաղրամյան, Կոմիտաս եւ Կիևյան փողոցների երթևեկությունն արագորեն կբեռնաթափվի։ Խնդիրը դրված է կառուցվածի միջև Հրազդան կիրճի սկիզբը, որտեղ պետք է կառուցվի կամուրջ, անցնելու հատելով Հալաբյան փողոցը, մենք պետք է արդեն դուրս գանք, արդեն Աջափնյակ թաղամասը։ Ծրագիրը կյանքի կոչելու համար 4 տարբերակ են առաջարկում։ 80 միլիոն դոլարանոց նախագիծն ամենաէժան տարբերակն է, 150 միլիոնանոցը ամբողջականն ու ցանկալին։ Համոզված են, ֆինանսավորման դեպքում 3 տարի էլ չանցած Երևանի մետրոպոլիտենը նոր եւ կարևոր ճյուղ կունենա։ Լիլի Դանելյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։